Համայն հայության բնորան Հայաստան աշխարհը ցավերի մեջ է։ Ինչպես բուժել մեր չքնաղ հո հայրենին, ինչպիսի վտանգներ են սպասվում մեզ եւ ինչպես կարող ենք տապալել Լկտի Ալիևի նենք ծրագրերը ու ծաղկեցնել հայն ու Հայաստանը։ Այս եւ այլ կարևոր հարցերի մասին այսօր խոսելու եմ Աշոտ Դպիր Արևշատյանի հետ։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Մնացեք մեզ հետ։ Աստված ինքը պետք է այցելություն անի մարդուն մեր ազգին։ Մինչև Քրիստոսի գալուստը երկրորդ Հայաստանը ավելի է փոքրանալու։ Ոչ։ Մենք արդեն փոքրացել ենք հնարավորինս, բայց մինչև Քրիստոսի գալը մենք պետք է ապրենք մեծ զարթոնք։ Դա զարմանալի բան չկա, այնպես չի որ անհույս է, փառք Աստծո, մենք գիտենք որ այս ամեն ինչի ավարտը շատ շուտով կգա եւ Հայաստանը նորից կվերականգնվի եւ կդառնա հայոց երրորդ դարձը դեպի Քրիստոս, դեպի Աստված։ Ամեն ինչ կորած չէ։ Իհարկե կորած չէ, ասում մեզ մեծ ապագա է, ոչ թե կորած։ Այս ամեն ինչի ավարտը շատ շուտով կգա եւ Հայաստանը նորից կվերականգնվի եւ կդառնա, որ ասում է Քրիստոսի առջևից դի հուրը գա եւ այրին ամեն ինչը, որը եթե Աստված թույլ տվեց նման հարված, կարա տարատեսակ այլ կերպերով անց հարվածելի, որ բայրաթարի գործարաններ կործանվի, ամեն ինչ էլ կործանվի, չգիտեմ։ Այսօր ինչերի միջով ենք անցնում, թե ինչ է այսօր տեղի ունենում, ինչ է մեզ սպասվում։ Եվ մենք նորից կպայծառանանք որպես քրիստոնյա պետություն։ Բարև ձեզ, պարոն Արևշատյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ վերստին մեր հյուրն եք։ Ես նույնպես շնորհակալ։ Պարոն Արևշատյան, ինչպես է ստացվում, ինչպես է հնարավոր, որ 8000 տարի եւ ավելի քաղաքակրթություն ունեցող գրեթե 315000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող ազգը կորցնի իր հայրենիքի գրեթե 90%-ը եւ ֆիզիկապես բնաջնջման վտանգը չոքել է մեր դուռը, ինչպես 100 տարի առաջ էր։ Սա ինչ է եւ ինչպիսի օրերի միջով ենք մենք այսօր անցնում։ Նման հարցերին պատասխան տալու համար հարկավոր է մեր ամբողջ պատմությանը նայել, ասենք, գիտեք ինչպես պատմությունը ամբողջապես, ոչ է այսօրվա իրավիճակը, ոչ թե ասենք մերձակա պատմական ընթացները, շրջանները, այլ հենց ձեր ասածի պես 8000 տարվա ամբողջականության մեջ, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում ունենալ, թե ինչ է այսօր տեղի ունենում, ինչ է մեզ սպասվում։ Այսինքն մեր պատմությունը պետք է նայենք մի ամբողջ մի օրգանիզմ, որը եղել է ժամանակ, որ առողջ է եղել, եղել է ժամանակ, որ հիվանդ է եղել, ժամանակ, որ փառավոր է, եղել է ժամանակ, որ ընկել է ցավալի վիճակների մեջ։ Եվ մենք այսօր հենց այդ վիճակներից մեկն ենք ապրում, որը իսկապես շատ տխուր շրջան է պատմական առումով։ Բայց քանի որ մենք գոյություն ունենք արդեն ձեր ասած պես 8000 տարի, իհարկե 8000 տարին կասեք բոլորն էլ գոյություն ունեն, մենք չի որ մենակ մենք գոյություն ունենք, բայց պետք է իմանանք, որ շատ ազգեր կա, որ ընդամենը մի քանի 100 տարվա պատմություն, այսինքն որ ստեղծվել է, որպես ճանաչվել է որպես ազգ։ Իսկ նվազագույնը 8000 եւ ավելի երևի չասենք, մենք նույնից Ադամից ենկոմ չենք կարող անցնել, որտեղ 8000 տարի մենք հավանում ենք Ադամի եւ Եվայի շրջանը, որը դրախտի շրջանում։ Այսինքն այն գրանից ենկոմ արդեն մարդկություն որպես այդպեսին գոյություն չի ունեցել։ Ադամից եւ Եվայից առաջ քաղաքակրթություն գոյություն չի ունեցել։ Բացարձակ։ Եղել է կենցանական աշխարհը, բայց ոչ ասենք մարդկային։ Չէ, գիտեք ոնց է, եթե դուք նա ինչ-որ սարցես շրջան, ինչ-որ նման բաներ, դրանք գիտական աշխարհի վիճելի այտենց կողմեր են, որոնք 100%-անոց ոչ մի բան չկա այդտեղ։ Բայց ամեն դեպքում եղել են այդ շրջանը, դա կենթանական աշխարհ գոյություն ունեցել է, բայց չի վերաբերում դա մարդկությանը։ Դա եթե թեմանը փոխենք այդ առումով, կան գիտական տարբեր տեսանկյուններ, կան աթեիստ գիտնականներ, կա եւ հավատացյալ գիտնականներ, որոնք բոլորն էլ բակարտակով գիտնականներ են եւ լիովին հակասում են միմյանց, իրաց մեծ գիտական գիտելիքներով հանդերձ։ Ասենք մեկը ասում է, որ ածխածնային միջոցներով այսպես, այս մի բանը տարիքը էս իմ քանի միլիոն են, մյուսը ասում է, ոչ, այդ նույն բանը սխալ է ցույց տալի, մի քանի հազար տարի։ Օրինակի համար լուսնի հետ կապված պատմություն, եթե կուզեք, ամերիկյան այդ տեզերագնացները, երբ որ պետք է գնային լուսնի վրա, նրանք մտածում են, թե լուսինը ունի մի քանի, չգիտեմ, միլիոն տարվա պատմություն եւ նա չունի այսպես ատմոսֆերա, այդ փոշին պետք է նստի լուսնի վրա միլիոնավոր տարիներ եւ դա կլինի 100 մետրանոց փոշի այդտեղ, բայց որ իջան տեսան 15 սանտի միջապ ինչ որ փոշի եւ դրանք հաշվարկարեցի որ դա ընդհանուր մի 10000 քանի հազար տարվա պատմություն է այդ փոշու չափանիշներով ելնելով
Այսինքն բաներ կան, որոնք նայած ինչպես են մեկնաբանում, նայած են մոտենում։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ, եթե վերադառնանք մեր թեմային, Հայաստանի հետ կապված, մենք կարողանանք նայել մեր պատմությանը եւ հենց մեր պատմությանը նայելը շատ կարեւոր, որպեսզի մենք կարողանանք նայելով նրան կարողանանք այսօր մեր այսօրվա իրավիճակի հետ կապված հետևություններ անել։ Դա ամեն ազգից չի տրված, ամեն մեկի պատմությունը չի, որ կարող է կանխագուշակել, թե ինչ է սպասվում ապագայում։ Իսկ մենք այդ հնարավորությունը ունենք։ Դա երբ որ մենք ասում ենք 8000 տարվա պատմություն, եւ ինչպես ասացինք, բոլորն են Ադամից եւ Այից, Նոյից առաջացած ժողովուրդ, այնպես չի, որ ասենք, բայց մենք ամբողջ այդ ընթացքում ապրել ենք նույն տեղանքում, դա է մեր տարբերությունը այլ ազգերից, այսինքն ապրել ենք այնտեղ, որտեղ էլ առաջագործությունը, որտեղ իջել են Նոյան տապանը, այդ երկու բնորաններում, թե մարդկային ցեղի եւ կենդանության աշխարհի բնորանում մենք մշտապես ապրել ենք այս տեղում, հայ ազգը, հայ կոչված ժողովուրդը։ Այսօր ինչերի միջով ենք անցնում։ Այսօր դե երբ որ մենք նայենք Սուրբ գրքին, մենք կտեսնենք, ասենք հрьяաների պատմության մեջ, նրանք էլ ունեցել են վերելքներ, ունեցել են անկումներ եւ դրանից մենք հետեւում ենք, որ մեր պատմության մեջ էլ իհարկե այդ բոլոր անկումները ու վերելքները կապված են մարդ Աստված հարաբերության հետ։ Երբ որ մարդ Աստված հարաբերությունը իր բարձր մակարդակի վրա է լինում, երկիրն էլ է օրտնվում, պայծառանում։ Բոլոր թագավորները, ովքեր եղել են 5 կտակարանում, Դավիթ թագավոր, Սողոմոն թագավոր, մյուսները նրանց ժամանակ երկիրը օրտնվել է, պայծառացել է, բայց որ եկել են Մանասեն, եկել են մյուս Հերոբովամ, մյուս թագավորները այդ ժամանակ մեծ կոտորածներ են ստացել։ Ինչի համար, որովհետև նրանք աստվածապաշտ են եւ Աստծո զորությամբ ղեկավարում են երկիրը, արդարության, սիրո ճանապարհով են տանում։ Բայց երբ որ եկան կռապաշտություն, ամեն տեսակի մեղքով լցվեց երկիրը։ Էլ երեխաներին են զոհաբերում կուռքերին, կենդան իրենց երեխաներին զոհաբերել, անառակություններ, պաղծություններ, իրենց դրա պատճառով Աստված առաքում էր նրանց վրա տարատեսակ պատիժներ եւ նրանք դառնում են ստրուկներ, երկիրը լրիվ ավերվում էր։ Այսինքն ուզում ասել, դա կախված է նաեւ մարդ Աստված հարաբերությունից, ոչ թե նաեւ հենց առաջնահերթ։ Այսօր ինչպիսին է մարդ Աստված, հայ Աստված հարաբերությունները։ Ցավոք այսօր շատ տխուր վիճակի մեջ է, ինչի համար, որովհետեւ մենք արդեն քրիստոնեության շրջանը, այս վերջի շրջանը հատկապես մենք անցել ենք շատ նեղությունների միջով, որը ազդել է բնականաբար մարդկանց հավատքի վրա։ Մեր այս կոտորած 70 տարվա անաթեիստական անաստվածության շրջան, դրանից հետո արդեն եկավ արդեն այս արևմուտքի տարատեսակ բարքերը եւ դրանք բնականաբար մեծ ազդեցությունը թողեցին եւ այդ մարդ Աստված հարաբերությունը դրանք մեծ արգելքներ են եւ հիմի մարդիկ շատ քչերն են որ հարաբերության մեջ են եւ ջանում են ինչ որ ձևով այդ հաստատվել այդ ուղու վրա բայց ընդհանուր ազգի հետ կապված դուք գիտեք մոտ 300,000-ից ավել հավանաբար չի տեղակ եք աղանդավորություն կա Հայաստանում դա ահռելի մեծ թիվ է Ներ չեմ ասում ինչքան մարդ հավատքից հեռու են, այսինքն իրավիճակը շատ ծանր է հավատքի առումով։ Եվ այնպես չի որ անհույս է, փառք Աստծո, որ մենք գիտենք, որ այս ամեն ինչի ավարտը շատ շուտով կգա եւ Հայաստանը նորից կվերականգնվի եւ կդառնա այդ հարաբերությունը մարդ Աստված հարաբերությունը կհաստատվի եւ մենք նորից կպայծառանանք որպես քրիստոնյա պետություն։ Եղել ենք առաջի քրոզը պետություն եւ այդ կարգավիճակը նորից կհաստատվի մեր երկրում։ Բայց մենք այսօր աշխարհիկ պետություն ենք։ Աշխարհիկ պետություն եք այսօր, բնականաբար այսօր ենք աշխարհիկ պետություն, որովհետև մեկ հոգեվիճակն էլ աշխարհիկ է։ Բնականաբար աշխարհիկ էլ պետք է լինի։ Հայաստանը դառնալու է հոգևոր Հայաստան։ Հոգևոր Հայաստան եւ դա զարմանալի բան չկա, թե հոգևոր Հայաստան ասվածը դա չի նշանակում, որ ասենք բոլոր կրոնավորները պետք է ասենք դառնան իշխաններ։ Տրթատի ժամանակ ոնց էր հոգևոր Հայաստան էր։ Տրթատը հրաման էր արձակի բացի քրիստոնից այլ որևէ աղանդ, կրոն, որևէ բան Հայաստանում գոյություն ունենալ չի կարող մահվան սպառնալիքի ներքո Շատ-շատերը ասում են, որ երկիր ենք կորցնում, որն է ձեր մեկնաբանությունը։ Դե քաղաքական առումով ես տեսնում եք, որ կորցնում ենք, քանի գնում մաշվում ենք, ալիհանում փոքրանում ենք, ինչ որ հույսեր, խոստումներ կա, որ փորձության մեջ դեռ կմնանք, բայց դե ինչ իմանանք դեռ ինչեր կգա։ Բայց նորից ենք կրկնում, մեր հույսը ոչ թե քաղաքական տարուբերումների վրա է, այլ մեր հույսը այն հայրական ժառանգության վրա է, որ մենք ունենք, այն խոստումի վրա, որ շատ շուտով մեր երկիրը պետք է բարգավաճի, հզորանա եւ դա, ինչպես անցյալ անգամ ասացինք, դա այդտեղ մարդկային գործոնը չի, որ պետք է ինչ-որ շարժանի, այլ զուտ աստվածային ներգործության արդյունքում։
Մեր նախորդ հաղորդման ժամանակ ասացիք, որ Քրիստոսի գալուստը մոտ է եւ Քրիստոսի գալուստը երկրորդ լինելու է Հայաստանում։ Մինչեւ Քրիստոսի գալուստը երկրորդ Հայաստանը ավելի է փոքրանալու։ Ոչ։ Մենք արդեն փոքրացել ենք հնարավորինս, բայց մինչև Քրիստոսի գալը մենք պետք է ապրենք մեծ զարթոնք, հայոց երրորդ դարձը դեպի Քրիստոս, դեպի Աստված։ Այդ մարդ Աստված հարաբերությունը պետք է վերանորոգվի եւ մեծ հայքը պետք է վերականգնվի եւ եկեղեցին պիտի պայծառանա, զորանա եւ ասեմ ձեզ, որ այն աստիճանի, որ մնալու է որպես վերջի քրիստոնեություն։ Բոլոր այլ քրիստոնեական պետությունը տարալուծվելու եւ շատ մարդիկ պետք է քրիստոնյաներ փախնելով հալածանքներից պետք է ապաստան գտնեն Հայաստանում։ Այ ասեմ ձեզ, մոտ 313 թվականի կողմերը, չգիտեմ տեղյակ եք թե չէ, Եսեբիոս կեսարացու հույն հայտնի պատմաբան, եկեղեցու պատմության գրող, իր մոտ կա այսպեսի մի հատված, որտեղ գրում է, որ Մաքսիմիանոս կայսարը ժամանակ մեծ հալածանքներ է սկսում ամբողջ քրիստոնեության հանդեպ իր ընտրված սահմաններում, որտեղ այդ ժամանակ Ռոմը մի քանի մասի էր բաժանված, մի քանի կայսրեր կային, եւ այդ մեծ հալածանքներից հետո որոշում է նաեւ հարձակվել Հայաստանի վրա, որ գրում է Եսեբիոսը, որտեղ հայերը քրիստոնյաներ են եւ նախանձախնդիր քրիստոնյաներ են, եւ ասում է այդ անիրակը որոշեց նրանց նորից ետ բերել դեպի հեթանոսություն։ Բայց հենց այդ նույն թվականին էլ 313 թվականին էլ Միլանի հրովարտակով Հռոմը ընդունեց քրիստոնեություն։ Դե այդ ժամանակ կայսրության մյուս մասն էր, իսկ այս մյուս մասը արդեն Մաքսիմիանոսի իշխանության տակ էր։ Կոստանդիանոսի իշխանության ժամանակ այդպես էր, բայց Մաքսիմիանոսյանը դրանք կիսված էին։ Եվ ասում է եւ մեծ եւ հայերը ասում քանի որ նախանձախնդիր են քրիստոնեության հանդեպ նրանք մերժեցին դաշնությունը Ռոմի հետ եւ ելան պատերազմի եւ դուրս շպրտեցին ռոմեական բանակները հայոց սահմաններից։ Այսինքն դա առաջի պատերազմ էր հանուն քրիստոնեության ամբողջ աշխարհով մեկ որ ազգովի ելան մեծ զորքով հանուն քրիստոնեության պատերազմելու։ Եվ այդ հալածանքների ժամանակ բազմաթիվ քրիստոնյաներ ապաստան են գտնում Հայաստանը, որտեղ գիտեն միակ պետությունն է քրիստոնյա, որտեղ կարող են հանգիստ պաշտել իրենց Տեր Աստծուն։ Եվ այդ նույն բանը սպասվում է նաև այս մեր ժամանակը։ Երբ որ մենք դառնանք հզոր նորից քրիստոնյա պետություն, այդ հալածանքներից փախչող շատեր այլ ազգի քրիստոնյաներ ապաստան կգտնեն Հայաստանում։ Թշնամին չի հրաժարվում իր հայասպան ձեռագրից։ Մեծ պատերազմի շեմին ենք։ Շատ հնարավոր է քաղաքական առումով, բայց ամեն նեղություն, ամեն ոնց ասեմ, վիշտ պետք է մարդուն մղի դեպի Աստված եւ ոչ թե ասենք ինչ որ հույսը դնի մարդու վրա, որտեվ հստակ գրված է նզոյալ է նա որ հույսը դնում է իր կամ մի այլ մարդու վրա, բայց օրհնյալ են բոլոր նրանք ում հույսը Աստված է։ Մենք այսօր չունենք այդ զորություն ամբողջովին մեր հույսը դնենք Աստծո վրա, ցավոք, բայց դա միակ ելքն է, որ նեղությունները, վշտերը, սպառնալիքները մղեն ոչ թե այս մարդուց այն մարդ, այս կուսակցությունը, այն կուսակցությունը, այլ մղեն դեպի Աստված, որը մեր փրկության միակ ուղին է այսօր։ Եվ այդ հստակ սուր գրքում տեսնում եք նմանօրինակ շատ գրվածներ, օրինակ հայտնության գրքի մեջ։ Այդ վերջի օրերի համար հենց գրված է, վերջի այդ ների ժամանակ արդեն։ Եվ ասում են ժամանակ Աստված է որ տեսա, որ մարդիկ ամբողջովին մերժել են երկնային, ամբողջովին աշխարհայինի մեջ են ների կողմի, նրանց վրա առաքեց տարատեսակ նեղություններ։ Ասա շատ մեծ մասշտաբի այդպես կարկուտներ են գալի, կարծեմ գնում միշտ 40 կիլոգրամ մեծության եւ ավերմուկ պատճառեցին ամենտեղ։ Բայց ինչ է գրում, բայց մարդիկ նորից չապաշխարեցին եւ չդարձան առ Աստված, այլ բերան բացեցին երկնքի Աստծո առջև։ Ապա արևը ստեց խորշակահար անել, մարդիկ տապից խորշակահար ուշագնաց ընկնում էին, բայց նրանք նորից հայհոյում են երկնքին եւ չէին դառնում առ Աստված։ Այսինքն բոլոր նեղությունները, վշտերը մի նպատակ ունեն, որ մարդկանց մղեն ապաշխարությամբ գալ առ Աստված, որը եւ այդ ժամանակ է որ կբացվեն Աստծո օրհնյալ ողորմության դռները մարդկության համար։ Հիմա մենք էլ եթե այս նեղությունները, վշտերը մեր գալիս են, հույս ունենք, որ ի վերջո մեզ ամբողջովին մեր գլուխը վեր կբարձրացնեն այս քաղաքական խառնիխուռ վիճակներից դեպի երկինք, որպեսզի աղաղակենք առ Աստված։ Սա է մեր փրկության միակ ելքը եւ ոչ մի թշնամի, ոչ մեկ ոչ չի կարող անել արարչի հանդեպ, եթե Աստված մեր հետ է, ով է որ մեր դեմ է։ Պարոն Արուշետյան, գրեթե 5-րդ դարից հայը մորթվել է, հայը ցեղասպանվել է,
զուտ մի պատճառով, որ հայը քրիստոնյա է։ Ու գրեթե մինչ օրս որևէ բան չի փոխվել։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի տարածքում, եւ մեր հարևանները դավանանքով ոչ քրիստոնյա են։ Եվ թշնամու նման ցեղասպան ծրագրի հիմքում կա նաեւ մի գործոն, որ հային պետք է վերացնել, նաեւ պատճառներից մեկը այն է, որ հայը քրիստոնյա է։ Ինչ է ստացվում։ Մենք փոքրանում, մենք ցեղասպանվում, մենք մորթվում ենք նաեւ քրիստոնյա լինելու պատճառով։ Նախ ասեմ ձեզ, որ որպես ազգ, երբ որ այսպես նայում ենք, բազմաթիվ հնագույն ազգեր մեր հետ միասին որ գոյություն ունեցել, նրանք վաղուց չկան, գոյություն չունեն, բայց Աստծո օրհնությամբ հայ ազգը գոյություն ունի։ Եվ այդ գոյության պատճառն էլ հենց նրանցից մեկն է, որ հենց ձեր ասած այդ կոտորածները, եղությունները հաճախակի մեր վրա են գալի։ Ինչի համար։ Օրինակ նման բաներ չէին գալիս Սոդոմ եւ Գոմորի վրա։ Եվ դրանք իրենց ամբարտավանության մեջ, իրենց անհոգ կյանքի մեջ այն աստղը պաղծվեցին, որ կնքից կրակը իջավ եւ նրանց ոչնչացեց իսպար։ Եվ Սուրբ գրքում ինչ է գրում։ Չի շեշտում, որ հատուկ նրանք այլասերված կյանքով էին ապրում, որ դրա համար էլ իրանք կորստի մատնվեց։ Այլ գրում է նրանց մեղքեր հացի կշտություն եւ անհոգ կյանք, որը բերում էր այդ այլասերված վիճակին այս աշխարհի մեջ։ Հիմա այդ նեղությունները վշտերը որ եղել են, դա չի նշանակում որ մեր ազգը կործանվել։ Մենք ունեցել ենք շատ լավ վերեկներ, Բագրատունյա շրջան, Ռուբենյա շրջան, տարբեր այնպես չի որ մենք մշտական գլխի կոր ենք եղել։ Եղել են մեծ հաղթություններ, մեծ իրավիճակ, բայց ձեր ասացի պես շատ ավել եղել են պատերազմները, նեղությունները, վշտերը, որ եկել են վրա, երկրաշարժներ, ամեն տեսակ։ Դա բայց դա նես չի որ մյուս ազգերը դրանից զերծ են մնացել, բայց մենք եկուցի ավելի շատ։ Դե ինչ ասենք, այդ բոլոր ամեն ինչը նորից ենք ասում, կրկնում, միակ մի նպատակ ունի, միակ բարի նպատակ ունի։ Եթե մենք ուզում ենք դառնանք Սոդոմ ու Գոմոր իսկած վերանանք, դա այլ խնդիր է։ Կարող ենք անհոգ մեր համար ապրել եւ վերանալ։ Օրինակի համար ես չեմ ուզում կոնկրետ ազգեր շեշտեմ, բայց կան ազգեր, որոնք շատ ճոխ ապրում են, հարստության մեջ ապրում են եւ քրիստոնյա չեն իրանք։ Բայց ասում է ում է պետք է ամեն ինչը քեզ ինչ օգուտ որ ամբողջ աշխարհը քեզ տան, բայց հոգիդ կորցնես, ասում է Սուրբ Գիրքը։ Քեզ ինչ օգուտ որ դու միլիոնատեր ես, ամենահետին բանվորն էր միլիոնատերը, բայց նրանք ի վերջո այս կյանքը ավարտվում է, ամեն ինչ ավարտվում է նաև դրանով հանդերձ։ Մենք հասկանանք ինչ է քրիստոնեությունը, քրիստոնեության բուն արժեքը, եթե դա չհասկանանք, զուտ այս քաղաքական իրավիճակի մեջ մենք կդառնանք մի տեսակ անտրաբանական ժողովուրդ, չենք հասկանում քրիստոնեացնելու ինչ ենք հասկանում։ Մենք տուժել ենք որպես քրիստոնյա, բայց ինչ է քրիստոնեությունը, այսօր կանգնեցնենք հարցնենք ինչ է քրիստոնեությունը։ Շատ քչերն են որ կարող են բացառել բուն էությունը քրիստոնեության։ Քրիստոնեությունը նախ նորից են կրկնում, դա հավիտենականության մասին գիտություն է, կյանքից մահվանից եղող դեպքերի գիտություն է։ Այս կարճ կյանքը փորձության շրջան է գալիքի համար։ Եթե դա չգնահատենք, մենք չարժեքավորենք, չճանաչենք, չհասկանանք, մեր այս երկիրը չի օրհնվի, չի զորանա, որտեղ նորից եմ կրկնում, ինչ քեզ օգուտ ամբողջ աշխարհը քեզ տանք, բայց հոգիդ կորցնես։ Մարդուն ինչքան է տրված, լավ մաքսիմում 100 տարի։ Ինչքան մարդիկ են մահացել մինչև այսօր, շատ ավելի, քան թե հիմի գոյություն ունեն։ Հիմա այդ մարդկանց համար վերացավ ամեն ինչ։ Պատմություն, ազգամ, մնացին իրենք եւ դատաստանը, հավիտենականությունը, ի պետք է որոշվի իրենց որտեղ գտնվելը։ Եթե իրենց գնացեն տեղ են աշխարհը հոգիներն ասես, բայց գիտես ընդ ինչ էլ է տեղ ունենում, այս ազգը հարցակվել, այնի ընդհանրապես չեն լսի, չեն որ լսել, ասեմ մեր նենց բանա մեզ սպասում ու դրանք մեզ դրա մասին ընդհանրապես խոսալը տեղին չի այստեղ։ Հիմա նույն ձևել ամեն մարդու, երբ որ ինքը գտնվում է ծանր փորձության մեջ, գիշեր ցերեկ մտածում դրանից դուրս գալու իրավիճակի մեջ։ Պարոն Արուշատյան, մեր թշնամիները խավարի զավակներն են։ Դե գիտեք, խավարի զավակներ հասկացողությունը մի քիչ այսպես դժվար է ասել։ Մեր թշնամիները նախ աներևույթ է բոլոր մարդկանց համար, մեր թշնամիները նախ կարող ենք ասել ադամական հնությունն է։ Ասենք իմ թշնամին իմ ադամական հնությունն է եւ ոչ թե թուրքը կամ այն մյուսը։ Այսինքն ադամական հնությունը ի՞նչ նկատի ունենք։ Այն ինչ որ Ադամից ժառանգել ենք, բայց կա մի այլ ժառանգություն, որը կոչվում է նոր Ադամ, այսինքն Քրիստոս։ Երբ որ այս հին Ադամը մեր մեջ մաշում է, նոր Ադամն է մեր թագավորում։ Մենք արդեն կարող ենք չմտածել որևէ թշնամու մասին։ Հին Ադամը ինչ է։ Աշխարհային ցանկություններ, աշխարհային հարաբերություններ մարդկանց հետ
Ինչ ասում, մարդու սրտերն է, ասում մարդու սրտից են գալի ամեն տեսակ չարություններ, մարդասպանություններ, հայհոյանքներ, բամբասանքներ, այսինքն մարդու սիրտը մանկուց ի վեր չար է, ոնց որ գրած է Սոր գրքի մեջ։ Բայց երբ որ այդ սիրտը մաքրվում է, դառնում է տաճար Աստծո, արդեն մարդու կյանքը իմաստավորվում է։ Մարդու թշնամին իր մեջ է, օրինակ ասեմ ձեզ Մակար մեծ կար, մեծ ճգնավոր, հայտնի շատ վանական, ինքը ասում է որ բարի պատերազմը սա է, մտիր ինքդ քո սրտի մեջ եւ այնտեղ պատերազմում այդ պատերազմը սատանայի դեմ, այսինքն այդ սատանայությունը, չարությունը նախ մեր մեջից տիկարոնակ մաքրել, որպես ամեն մեկս մեր տեղում, իհարկե Աստծո շնորհով։ Եվ այդ ժամանակը որ երկիրը կպայծառանա, կբարգավաճի, կորտվի, օրտողը Աստված է, բայց ինչի օրտնի մի բան, որը կորստի է մատնվելու, այսինքն ես իմ չարության մեջ ուզում եմ օրտնվեմ։ Ադամի եւ Եվային որ դուրս հանեցին, ասին նրան հանենք պարտեզից, որպեսզի չլինի թե ձեռքը երկարի եւ կյանքի ծառից ուտի եւ անմահ դառնա։ Այսինքն իր մեղքի մեջ, իր զազրելի վիճակի մեջ դառնա անմահ։ Ու այդ անմահությամբ էլ գնա դժոխք եւ բարի հավիտյան։ Այսինքն այդ անմահ օրտությունը չի վայել չի այնտեղ, որտեղ նախընտրում են պղծությունը, մտնում են չարություն եւ նույնիսկ չեն գիտակցում դա։ Մարդիկ աշխարհի մեջ սովորական ապրում են, համարում դա սովորական առօրյա է կյանքը, ոչ մի բան չկա, ինչ են կարել, ոչ մարդ ենք սպանել, ոչ գողություն ենք, ապրում ենք, ինչ են կարել։ Նույն ձև էլ Նոյի ժամանակ էր, ասում մարդիկ սովորականից պես ապրում են, կին են առնում, ամուսնանում են, ընտանիք են կազմում, չի նշում որևէ չար բան։ Բայց ջրեղ եկավ եւ բոլորին կործանեց։ Ինչի՞ է, որովհետեւ չար բան են, որ մոռացել էին Աստծո եւ ապրում են զուտ աշխարհային կյանքով։ Դա է չար բանը։ Աշխարհի կործանումը ինչպես է սկսվելու։ Աշխարհի կործանումը, ասեմ ձեզ, որ նախ մարդիկ ամբողջական այն իրավիճակի են հասել, որ մեղքել մեղք չի համարվել, նույնիսկ գովաբանվելու է։ Այն ինչ որ Աստծո առջև զազրելի է, դա մարդկանց համար պետք է հաճելի։ Բոլորի համար, առաջ ոնց էր, կարող 200 տարի հետո ստեն ինչ որ նո ասենք ջինսերով մի քիչ ճղած մարդիկ ապշեն, զանիչեսի հագուստ է, էսի հիմա դա սովորական երևույթ է։ Քանի գնում այդ նմանօրինակ բաները ավելի բարգավաճում են։ Եվ այդ ամեն ինչը տանում են նրան, որ էլ ավելի մեղքը բարգավաճում աշխարհում։ Այլ եվրատեսիլի նման զազրալի բաները։ Դրանք ինչ են, դրանք մարդկանց մեջ մտցնում են այսպես մոդայի շոր միջոցով մտցնում են, որ դա սովորական երևույթ է, լավ երևույթ է, միասեռականություն, այլև այլ բաներ։ Չէ, նկատի ունեմ, որ առաջին կործանումը եղավ ջրհեղեղի տեսքով։ Ջրհեղի տեսքով եւ մարդ եղավ չարությունը շատացավ եւ եղավ ջրհեղեն։ Հիմա էլ նորից ես ինչ եմ կրկշեշտում, սա չարությունը շատ պիճի չարանա։ Այն ժամանակ ջրով ամեն ինչ կործանվեց, հիմի պետքա ամեն ինչ կործանվի կրակով։ Որ ասում է Քրիստոսի առջևից պիտի հուրը գա եւ այրի ամեն ինչը, որը ավելի պղծության մեջ է, որը հեռու է Աստծոց։ Այսինքն կրակով կործանվելու է Հայաստանի թշնամին։ Հայաստանի ընդհանրապես Քրիստոսի թշնամին, Աստծո թշնամիները, բայց քանի որ Հայաստանը լու հզոր քրիստոնյա պետություն, բնականաբար նրանք ապրելու են հավիտենականություն այդ շրջանի մարդիկ հիմնականում։ Հույսանք որ մենք էլ մասու բաժին կունենանք այդտեղ։ Պահը հասունացել է, պարոն Արևշատյան, եւ սրտի մաքրություն ապահովելու է։ Շատ դժվար է, գիտեք, եթե մարդը չտեսնի իր սիրտը, չտեսնի ներկաշխարը, մաքրության մասին էլ դժվար է խոսք գնալ։ Այսինքն ինչի՞ Մակար մեծ ասում, մտեք ձեր սրտերի մեջ եւ այնտեղ պատերազմեք այդ պատերազմը։ Այսինքն քթեք ձեր սրտերի մեջ այն ախտեղությունները, որ դուք չեք տեսնում, բայց իրանք գոյություն է եւ դրանից է բխում այն չարությունը։ Սրտի մաքրությունը մեծագույն բան է եւ ասում է Երանի սրտով մաքուրների, որտեղ նրանք պետք է տեսնեն Աստծուն։ Իսկ Աստծուն չեն տեսնում նույնիսկ երևի սերով բեները, քերով բեները, որտեղ վեսթևյան սերով բեները որ թրջում որդնաբանում են Աստծուն, երկու թերով ծածկում են իրենց մարմինը, երկու թևերով թրջում են, երկու թերով ծածկում են իրենց երեսները Աստծո առջև։ Իսկ այդ նույն Աստվածը, որին իրենք տես սարսափով էին վերաբերվում, մարդացավ եկավ մեզ փրկելու համար։ Եվ եթե մաքուր սիրտ ունենք գրված է առաքյալի մոտ, արդեն Քրիստոսին մեր Աստծուն կտեսնենք այնպես ինչպես որ, այսինքն իր ամբողջ աստվածության մեջ, բայց դա կարող տեսնել միայն այն մարդը, որ ստեղ իր սիրտը արդեն մաքրված վիճակի մեջ կա։ Ասում են, որ պատերազմները, խաղաղությունը, հաղթանակները, այդ ամենը բոլորը Աստծո կամքի մեջ են։ Ինչպես պետք է շահենք Աստծո ողորմությունը եւ բարեհաճությունը, որպեսզի հաղթանակն ու խաղաղությունը հայ ազգին էլ ուղեկից դառնան։
Գիտեք, ցավոք չեն կարող ասել դրա համար կա հատուկ դեղատոց եւ այսպես պետք է անենք։ Այլ մենք հույս ունենք ամեն մարդ այստեղ պետք է ջանք թափի Աստծուն հաճելու կերպի մեջ առաջանա եկեղեցու կարգով, սուրբգրային խորհուրդներով, բայց այդ ամբողջական ազգային այդ նման շարժ լինելու համար դա արդեն, ինչպես ասեցինք, մարգարեություն կա եւ Աստված ինքը մեզ պետք է այցելություն անի։ Ինքը պետք է օրինակ ասեմ ձեզ մի բան, Եզեկիելի մարգարեության մեջ միտեղ կա գրված, երբ որ Աստված Եզեկիելին ասում է Եզեկիել վեր կաց գնա անապատ։ Երբ որ գնում է անապատ, տեսնում է անապատում ցրված անթիվ անհամար մարդկային ոսկորներ, գանգեր։ Եվ ասում է Եզեկիել, այս գանգերը ոսկորը կարող են կենդանանալ։ Զարմացած ու Տեր դու գիտես։ Ասում մարգարեացիր այդ ոսկորների վրա։ Երբ որ մարգարեանում է, սկսում է ոսկորները իրար վրա հավաքվել, կմախքեն դառնում, եւ ասա մարգարեացիր մարմնի վրա եւ մաշկ ու արյուն են գալի եւ շնչի վրա եւ դա կանգնում է որպես կենդանի ազնվորություններ։ Այսինքն ստե զուտ աստվածային այցելության արդյունք էր, որ ամբողջ բանակը ոտքի կանգնեց դարավ կենդանի։ Մենք էլ հոգեորապես այդպես ծրված ոսկորների անապատական վիճակի մեջ ենք եւ գալիք մարգարեությունը որ իրականացվեց նման վիճակ պետք է ստեղծվի որ ոչ թե մեկ ինչ-որ բան պետք է անենք, այլ Աստծո ողորմությամբ, Աստծո հրամանով մարգարեությունը պետք է կատարվի եւ հոգեոր առումով մենք պետք է այդպես կենթանանանք, կանգնենք որպես քրիստոնյաներ իրական եւ ոչ թե զուտ չոր այսպես անվամբ։ Ամեն ինչ կորած չէ։ Իհարկե կորած չէ, ասում մեզ մեծ ապագա է, ոչ թե կորած։ Մեծ ապագայով այդ ամենը կախված նորից եմ ասում մարդ Աստված հարաբերության հետ։ Այս անգամ ոչ թե մարդն է ճգտելու Աստծուն, այլ Աստված ինքը պետք է այցելություն անի մարդուն, մեր ազգին։ Մենք այսօր հայ ազգը այսօր ինչպիսի գոյաբանական սպառնալիքների մեջ է ապրում եւ հոգեվոր դաշտը դրա պատճառով որքան է տուժել։ Դե սպառնալիքները գիտեք ոնց տարբեր ազգերի հետ կապված նեղությունները վշտերը որ գալիս են բնականաբար չեն կարող ազդեցություն չթողել նաև հոգևոր կյանքի վրա։ Դա եղել է բանը երբ որ 17-րդ դարում մենք կարդում ենք Առաքել Դավրիժեցի, կարդում ենք մի խոսքով մյուս հայրին, ովքեր այդ ժամանակ եղել են Սիմոն Լեհացի Նրանք բոլորը գրում են եւ շատ ահավոր վիճակի մասին հայոց այդ ժամանակաշրջանում, բայց նրանք շեշտում են հենց այդ պարագան, որ թուրքեր, պարսիկներ, այլ ազգերի այդ գոյությունը, այդ խառնիճաղանջ, այդ հյուսիսի կողմից ազգերի, դրանք հարցակումները, նեղությունները, որ մենք շրջապատվենք, շատ մեծ նաեւ տենց բացասական ազդեցություն նաեւ հոգեվոր կյանքի վրա, որտեվ ավիրվում են վանքերը, քանդվում են, թալանվում են եկեղեցին, այդ բոլոր իրենց ազդեցությունը թողում են։ Եվ բնականաբար այդ քաղաքականն էլ կարող է ազդել մեծ առումով նաև հոգևորի վրա։ Պարոն Արևշատյան, տենց մի ժողովրդական ասացված կա, ասում են մինչև չհասնես դժոխքի դռանը, Տեր ողորմյան չես հիշի։ Հարց է ծագում, մենք հիմա արդյոք չենք հասել դժոխքի դռանը։ Դե քանի որ դեռ Տեր ողորմյա չենք ասում, հավանաբար դեռ չենք հասել, բայց երբ որ ազգովի Տեր ողորմյա կասենք, ուրեմն այդ պարագան արդեն մոտեցել է։ Ինչ է ենթադրում մեծ արհավիրք է սպասվում։ Չի ասի, օրինակ գիտեք ոնց սուր գրքով երբ որ նայում ենք, կարող ենք դրանից եզրակացություններ գալ նաև այսօրվա մասին։ Հрьяաները երբ որ գտնում էին եգիպտական գերության մեջ, երկար ժամանակ, համարյա 400 տարի գտնում են Եգիպտոսում։ Եվ այդ երբ որ ավարտվեց այդ շրջանը, Աստված Մովսեսին ասեց. «Իմ ժողովուրդը աղաղակում է իր նեղությունների վշտերի մեջ։ Գնա, ես քեզ ուղարկում եմ, որովհետեւ դրան ազատես»։ Այսինքն եկավ մի պահ, որ արդեն համարյա Աստծուն էլ մոռացել էին իրենք, քանի որ չկային այդ մարգարեների այդ ժամանակ, բայց այդ աղաղակը, իրանց նեղությունը, իրանց վիշտը Աստծո առջև լսելի եղավ։ Եվ Մովսես ուղարկեց Մովսեսին, որը նրանց հանեց այդ գերությունից։ Հիմա այդ աղաղակը կարող է ամեն մեկին իր ձևով մարդկանց միջից առ Աստված բարձանա եւ շուտով գային միապետը, շուտով գային անձնավորությունը, որը նախատեսված է, որ իրենով պետք է Հայաստանը ծաղկի։ Այդ ծաղկունքը տեսնում եք Հայաստանի։ Դա պետք է լինի ապագայում, շատ մոտ ապագայում, բայց ոչ հենց հիմա։ Դա էլ է մարգարեություն։ Իհարկե մարգարեություն, ասեցինք արդեն Սահակ Պարթևի հետ կապված հստակ գրված է Ների Գալստից առաջ Հայաստանի ստուգած մեծագույն արթնություն։ Եվ դա նույն վերջին արթնությունը եւ դրանից հետո կլինի արդեն վերջ Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստ։ Այսինքն դրանից հետո էլ չի սպասում պատմության այլևայլ անկումներ եւ այլևայլ
Դրան ինչպես պետք է հասնենք եւ ինչպես պետք է կարողանանք մեր ուժերը մեկտեղելով դարձի գանք։ Կարծում եմ, գիտեք, այսօրվա շրջանում այդ ձեր հաղորդումներին, այս միջոցներով շատ լավ կերպ մարդիկ ծանոթանան իրենց բուն իրական պատմությանը, որը ոչ միայն քաղաքական, այլև հոգեոր է քաղաքականը միասին։ Այս 4 հատորների մեջ այն բոլոր առանձնաշնորհները, որ Աստված տվել է հայ ժողովրդին, բոլորը պետք է ծանոթանան դրա հետ։ Ոչ հպարտության, մեծամտության, այլև այլ բաները, այլ այն ինչ որ Աստված շնորհել է, մենք լիճ ծածկենք ինչ որ գրած է սուր գրքում։ Ծածկեք մարդու մեղքերը, բայց մի ծածկեք Աստծո գործերը։ Հիմա մենք էլ կարողանանք դա հասցնել բոլորին, եւ ոչ միայն մեզ, ասեմ, ոչ միայն հայ ազգին, այլև հասնենք այլ ազգի քրիստոնյաների։ Սա մեծ զենք է նաև ասեմ ձեզ։ Այն առումով, որ հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ չեն ճանաչում ինչ է Հայաստան, ով է հայը։ Այս կերպով որ ճանաչեն, մենք ունենք միլիոնավոր բարեկամներ, մենք ունենք մարդիկ, որ ոչ միայն աղոտ կբարձրան առ Աստված Հայաստանի համար, այլև կաջակցեն ամեն կերպ, թե քաղաքական, թե ֆինանսական, թե ամեն կերպ կաջակցեն։ Դա հստակ երևի եւ քրիստոնյա, ասեմ ձեզ, 18-րդ դարում, եթե չեմ սխալվում, 17-րդ դարում Եվրոպայում մի շարժում է սկսվում բողոքական եկեղեցու մեջ։ Չգիտեմ, իհարկե չեմ գովաբանում այդ շարժումը, դա ինչ-որ, բայց հետաքրքիր ինչ-որն է, որ նրանք ասում որ արդեն Քրիստոսի փառավոր երկրորդ գալուստը մոտ է եւ դա պետք է լինի Հայաստանով։ Եվ հազարավոր էլ Դանիայից, էլ Գերմանիայից բողոքականներ միավորվում են գալիս են դեպի Հայաստան, որպեսզի այստեղ դիմավորեն Քրիստոսի երկրորդ գալուստը։ Մի չգիտեմ այդ վարդապետությունից որտեղից, բայց ամեն դեպքում այդ բաները կան, դա առանց հիմքի չէ այդ ամեն ինչը։ Ասածս ինչ է, երբ որ մենք մեր ամբողջ արժեքը ներկայացնենք, միլիոնավոր մարդիկ Հայաստան կնայեն որպես իրենց բնորան, կնայեն որպես Քրիստոսի փառավոր երրորդ գալստյան վայր, եւ մենք ունենք բազմաթիվ բարեկամներ, բազմաթիվ աջակցողներ եւ դա իսկապես շատ հզոր մեծ զենք կլինի։ Եթե կարողանանք դրա համար մենք թարգմանում ենք, բայց մեր ուժերը այդքան չեն, որ կարողանանք այդպես տարածենք, այ հիմի կներեք, եթե սա նկարահանվեր, այս ասենք ֆիլմի կերպով, տարբեր լեզվով տարածվեր, դա շատ մեծ այդ ազդեցությունը կունենա։ Ձեր գրքերը դուք գրում եք, տպագրում եք, թարգմանում եք եւ այդ ամբողջի մեջ դուք շեշտը դնում եք հայոց պատմության վրա, հայոց կենսագրության վրա, սկզբնավորման օրից մինչև այսօր։ Եվ այդ ամենը նաև պատմությանը հետ նաև շաղախվում է հոգևոր պատմությունը հայոց։ Եվ այդտեղ թաքնագրված լիքը բաներ կան։ Այդպես է։ Խնդրում եմ պատասխանել, հայի գլխավոր ուժը կամ հայոց հողի գլխավոր ուժը որտեղ է թաքնագրված, որից մենք տեղյակ չենք։ Ուժ, որից մենք կարող ենք սնվել եւ քրիստոնյային վայել ոտքի կանգնել։ Դες նորից եմ կրկնում, մեր պատմությունը այս առումով նայելով մենք կարող ենք հարստանալ հենց դրանով, հարստանալ եւ հավատքի զորությամբ, այդ հույսով, այդ ամեն ինչ երբ որ մինչև մենք չիմանանք, չենք կարող նաեւ տեղեկացնել ուրիշներին։ Շատ կարող ամեն հայ իմանա իր ծագումը իրականում, ամեն հայ հասկանա ինչ են իրեն ժառանգել իրենց նախնիները։ Ոչ միայն այն 4 պատմությունը, որ մենք ունենք, այլ այն պատմությունը, որը զուգահեռաբար գալիս է հոգևորն ու քաղաքականը միասին։ Այդ պատմությունը, երբ որ մարդ ամբողջովին իր սեփականը համարի, նրա հոգեվիճակն էլ կփոխվի։ Օրինակ ասեմ, այս գրքերը շատ մարդիկ կարդացել են եւ հուսահատությունից մեծ հույսով են լցվել։ Դուրս են եկել այդ վիճակներից եւ իսկապես տեսել են, որ ապագա կա, տեսել են, որ իրանք երկնքի առջև իսպառ, այսպես ասած, մոռացված չեն։ Հայ կերպարն այսօր որքանով է աղավաղվել։ Դե գիտեք, կերպարը այնքանով է աղավաղվել, որ այսօր, ոնց ասեմ, կան 300, ինչպես ասեցինք, 1000-ից ավելի աղանդավոր։ Ամբողջ Երևանում մատեվիա կարելի հաշվել, քանի եկեղեցի կա։ Այսինքն ամեն թաղում պետք է մի քանի եկեղեցիներ, որ բավարարեր այս ժողովրդի կարիքներին։ Բայց քանի որ ժողովուրդը այսօր անտարբեր է եկեղեցու, իր հոգու փրկություն, եկեղեցու չասենք, մարդ եկեղեցի ասելով մարդիկ զուտ մտածում են ինչ-որ շենք եւ ինչ-որ կրոնական առարողություններ, այլ եկեղեցու կողմից բերված մեզ հասցված փրկության բարի լուրը, որը շատերը հեռու են, արժեքը չեն հասկանում։ Մահը հանկարծ եկավ, նրանք այդ ժամանակ ամբողջովին հասկանան դրա արժեքը, բայց շատ ուշ կլինի շատերի համար։ Իրականում մահ կա։
Դե իհարկե մահ կա եւ գոյություն երկրորդ մահ, Սուրբ Գիրքն ինչ ասէ, կա սովորական մահ, որ կա մարդու ամեն մարդու համար, բացի երկու հոգից, որոնք մահ չեն տեսել, մահը բոլորի համար է, բայց կա երկրորդ մահ կոչվածը, որը ամենաահավորն է, որը հավիտենական կրակ, հավիտենական տանջանք, հավիտենական խավար, իսպար հեռացված Աստծոց անհույս հավիտենականություն, որտեղ կա լաց եւ ատամների կրճտոց, որտեղ երբեք չի եղել մխիթարություն, երբեք չի եղել լույս։ Դա կոչվում է երկրորդ մահ։ Եվ կա կյանքը, որը սպասում է դրա լրիվ հակառակ իրավիճակը։ Չէ, նկատի ունեմ ֆիզիկական մահից հետո, ֆիզիկական ներգործության դադարումից հետո մարդու կա կյանք։ Հա, իհարկե։ Այդ կյանքը մենք ինչպես կարող ենք մեր գիտակցության մեջ ել ավելի տեղ տալ, ել ավելի արժևորել, քան այսօրիկ անցավոր կյանքը, որը մենք կարճած փորձում ենք ամեն րոպեն վայելել, ամեն րոպեն ինչ որ ձևով մսխել եւ տեղ տալ մեր ամբողջ գիտակցական կյանքում, որ սա է կյանքը, ամեն ինչ անենք, շատ արտահայտություններ կա, չէ, որ անում են, ասում են մեռնել էլ կա, սա էլ անենք, սա էլ անենք, սա էլ արտահայտություն կա, մի անգամ ենք ապրում ու մեր գիտակցականը կենտրոնացնում ենք այսօրվա շոշափելի յութականացված կյանքի վրա։ Ինչպես պետք է առաջին պլան բերել այդ հոգևոր կյանքը։ Ամբողջ Սուրբ Գիրքը դրա մասին է։ Եկեղեցու հայրերի գրվածները երկու կետ դա նկատի ունեմ երկու կետ ասեք, որոնք համեմատաբար ավելի սթափեցնող են։ Դա ասեցի մարդուն տրված է մեկ անգամ մեռնել այնուհետև դատաստան։ Մյուս կետը ասում եմ մեր պատերազմը մարդու արյան դեմ չի, այլ այս աշխարհի աներևույթ իշխանների դեմ։ Դա նկատի ունի, երբ որ մարդը մահանում է, դա ինչ է մահը։ Մարդու հոգու ելքը մարմնից, սա է մահ կոչվում է։ Երբ մարմինը արդեն դառնում է անգործուն, փտուն մի վիճակ, բայց հոգին, որը աներևույթ է, բայց հոգին իր ամբողջ գիտակցությամբ, հիշողությամբ, զգայարաններով, տեսողությամբ, լսողությամբ ինքը գոյություն ունի որպես այդպեսին, բայց ինքը այդ լսողությամբ, այդ զգայական բանով չի կարող նյութական աշխարհի հետ հարաբերվել, այլ նրա հարաբերությունը արդեն հոգևոր աշխարհ։ Չնայած ինքը նաև տեսնում է այդ ամեն ինչը, բայց մարդիկ չեն տեսնում իրան։ Երբ որ մարդը հոգին դուրս է գալու մարդու միջից, այդ ժամանակ սկսում է հենց այն ինչը, որի համար ինքը պիտի պատրաստվեր։ Ըստ եկեղեցու հայրերի եւ նաև Սուրբ Գրքի, որ ասում է մեր երկնքի տակ եղող թշնամիների մասին, դրանք չար ուժերն են, որոնք մաքսատաներ գոյություն ունեն ըստ եկեղեցու հայրերի եւ հոգին պետք է անցնի բոլոր մաքսատաներով, որպեսզի կարողանա հասնի հավիտենական հանգրվան։ Միակ վայրն է, որտեղ մաքսանենգեր չկան։ Հանգրվանում արդեն չկան։ Հա, մաքսանենգեր, հա, չէ, արդեն այնտեղ հնարավոր չի։ Այնտեղ գիտեք ոնց է, կախված է ձեր ապրած կյանքից, կախված է երկրում ձեր համար աղոթողներից։ Մենք Աստծուց բարձրալից կարող ենք ինչ-որ բան թաքցնել։ Ոչ, իհարկե, ոչ։ Աստված ամենատես, մեր մտքերի, մեր խորհուրդների, մեր սրտերի քննող։ Հնարավոր չի, որ այդ գործերի մասին չեմ էլ խոսում, այլ մտքերի խորհուրդների մասին։ Վերադառնանք Հայաստան։ Կա տեսակետ, որ Սև ամպերն հավաքվել Հայաստանի գլխին։ Այդպես է։ Դե այդպես իհարկե։ Այդ Սև ամպերը մենք ի վիճակի ենք ցրել։ Դե գիտեք ոնց է, մենք ի վիճակի ենք արդյոք վաղ արթնանալ։ Կարող ենք ասել, այ իհարկե, բայց միգուցե չարթնանանք։ Այսինքն այդ ի վիճակին այնպես չի, որ մենք ամենազոր ենք, մեզից ամեն բան կարելի է սпасել, ինչ-որ ամպեր ցրել, ինչ-որ բաներ։ Մենք կարողացանք այս կարկուտը ցրել, մի սովորական կարկուտ։ Դա էլ չկարացանք, ամբողջ բերքը կործանվեց։ Ինչի չկարացանք, ինչ-որ հասարակ մի կարկուտ ցրող սար չկարողացան աշխատել։ Եթե մենք չենք կարող սովորական կարկուտը ցրել, էլ ուր մնաց մենք խոսանք այն մութ ամպերի մասին, որը ամբողջ ազգի վրա է։ Եվ թուրքական բայրակտարներ։ Այո, եւ դրա համար նորից են կրկնում։ Մենք Աստծո ողորմությամբ, եթե նրանց ուժը իրենց բայրակտարի վրա է, մենք դի կարողանանք Աստծո ողորմությամբ Դավիթ թագավորի պես էլ մեր ուժը մեր Տեր Աստված։ Երբ որ Գողիաթը ելավ, ահռելի մեծ հսկա, Դավիթը երիտասարդ փոքր հասակի տես մեկն էր։ Նա ելավ իր
ուժով, զենքով, իսկ Դավիթը ընդհանուր մի պարսատիկով, ասես դու եկել ես քո զորությամբ, ես գալիս եմ որ իմ աստուծո եւ այդ կարիկատորով ջախջախեց այդ հսկային։ Այսինքն հայի աղոթքը կարող է ջախջախել թուրքական բայրակթարը։ Աղոթքը առ Աստված ինչ է, խնդրել զորություն զորությունների Տիրոջից։ Նրանցը նյութն է, իհարկե, օրինակ պատկերացրեք մի փոքր չասեմ, երկրաշարժ Թուրքիան սասանվեց ամբողջովին, ինչ մեծ հարված հասավ։ Եթե Աստված թույլ տվեց նման հարված, կարա տարատեսակ այլ կերպերով անենց հարվածելի, որ բայրակթարի գործարանն էլ կործանվի, ամեն ինչ էլ կործանվի, չգիտեմ, ինչ-որ։ Այդ հույների, որ ասում ենք մարգարեություններ կան այդ մասին, դրանք ասում են հենց բաների մասին, բնական աղետների մասին, որ տիգա Թուրքիայի վրա հատկապես շեշտում են համաճարակները, որ իրենց վրա պետք է գա, դա նոր ցանում դա հույնական մարգարեություններ են, որի միջոցով նաև նրանք պիտի ցրվեն եւ այս երկիրը նորից պիտի վերականգնվի։ Հայաստանն էլ իրենց մասն էլ այդ բանը։ Մեր հետևորդներին, մեր հայրենակիցներին, որոնք ապրում են թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես այն հայրենակիցներին, որոնք այս օրերում հուսալքված են։ Նորից եմ կրկնում, մեր Աստծո ողորմությամբ այս գրքերը, որոնք գոյություն ունեն, դրանք պարունակեն խորհուրդներ, գաղտնիքներ, որոնք մինչև այսօր դեռ հասու չեն եղել բոլորից, բայց փառք Աստծո ողորմությամբ դա այսօր հնարավոր է, երբ որ կարողանա ծանոթանալ, նրանց համար կբացվի շատ խորհուրդներ, շատ գաղտնիքներ եւ նրանք կհուսադրվեն, նրանք մեծ սպասելիքներ կունենան ապագայի համար։ Աստծո ողորմությունը հասնելու է հային։ Անպայման, որտեղ նորից ենք կրկնում, մենք գոյություն ենք ունեցել դեռ այս երկրի վրա ուղիղ գծով որ գնանք հասնենք Ադամով, Նոյով, Հայկ Նահապետով մինչև այսօր։ Իսկ բազմաթիվ ազգեր, թե լասորներ, բաբելացիներ, էլամացիներ, հետո հենց ռոմեացիներ, որտեղ այսօր Հռոմեն, Հռոմը չի, ինչ որ կա, բազմաթիվ կայսրությունները վերացել են եւ այդ ազգերը են ոչնչացել, բայց Տիրոջ կամոք մենք դեռ կանք եւ պետք է լինենք եւ նույնիսկ ասեմ ձեզ, մենք հին կտարակարանյան շրջանում ծառայել ենք երկու անգամ որպես կարապետներ Աստծո առջև, Քրիստոսի գարստյան առջև։ Դա մեկը, երբ որ մեր Հայկ Նահապետը հասել է Երուսաղեմ եւ Մելքիսեդեկ անվամբ կառուցել է Երուսաղեմ քաղաքը, որտեղ հայր Աբրահամին, Նահապետին տվել է հաղորդության խորհուրդները, այսինքն Երուսաղեմը կառուցել են ինչի համար, կառուցել են Սաղեմ էր կոչվում այն ժամանակ, եւ որտեղ այդտեղ պետք է գար Քրիստոս։ Հայկ Նահապետն է կառուցել Երուսաղեմը։ Երբ որ գրքերին ծանոթանաք, դա հստակ գիտականորեն ապացուցվում է այդ ամեն ինչը։ Ձեր այդ խոսքով հետաքրքիր հաղորդումների թեմաներ առաջարկեցիք։ Հուսով եմ մեր հաղորդումները բարբերաբար կլինեն եւ մենք հետաքրքիր զրույցներ ունենք դեռևս բացահայտելու։ Առաջ Աստված։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, շնորհակալ եմ։ Նմանապես։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի Աշոտ Դպիր Արևշատյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն հայոց աշխարհին։